Ողջույն հարգելի ընկերներ, ես ձեզ ողջունում եմ իմ Facebook-յան էջում, այսօր հունիսի արդեն մոռացել եմ ոնց որ 8-ն է եւ մենք խոսել ենք ազգային ժողովի ընտրություններից, արձանագրված արդյունքներից կամ ավելի շուտ ներկայացվող արդյունքներից, այսպես բնութագրենք եւ քննարկելու ենք որոշ դետալներ, որոնք կարծում եմ արժե քննարկել։ Նախ գլխավոր թեման արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ 50+1%։ Իսկ սա կարևոր էր իր համար, անկախ այն իրավիճակից, որ իրենց ներկայացած տվյալներով դեռ ընդդիմության, այսպես դիրքորոշման մասին չեմ խոսում, Հայաստան Դաշինքը հայտարարություն արել է, որ քննարկումների մեջ են, ուժեղ Հայաստանն էլ հայտարարություն է արել, որ դեռ արդյունքների ամփոփման փուլում են իրենց ձեռքի եղած տվյալների, այս պահին ես խոսում զուտ որպես վերլուծաբան, մարդ, ով հետևում է եւ մասնակից է նաեւ այս իրադարձություններին։ Դուք գիտեք, որ ԲՀԿ-ի մասով արձանագրվեցին թվերի առնվազն կեղծիք, մյուս ընտրակեղծիքների մասին կխոսենք, բայց անգամ այս իշխանության ներկայացրած թվով քաղաքացիական պայմանագիրը չի հաղթահարել 50%-ի շեմը։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև սա այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը այլանդակ կերպով վարչական ռեսուրսի գործադրմամբ չի կարողացել ստանալ 50+% ձայն։ Ընթացքում կասեմ ինչու համար է կարևոր։ Բայց գանք համեմատությանը։ Ըստ էության իշխանությունները այս ընտրությամբ կրկնեցին 2017 թվականի ընտրությունները այն ժամանակ իշխանության էր Հանրապետական կուսակցությունը։ Հետաքրքիր զուգահեռներ կան, ուրեմն հարգելի ընկերներ, մասնակցության թիվը գրեթե նույնն է։ Մոտ շատ քիչ տարբերությամբ, հա։ Ուրեմն 2017 թվականին մասնակցել ընտրություններին 1,577,323 մարդ, 2026-ին մասնակցել է 1,476,597, այսինքն մոտ 100,000-ով ընդամենը պակաս էր 2026-ին։ Եվ որ ամենակարևորն է, այն ժամանակ իշխող թիմի եւ այս ժամանակ իշխող թիմի իրենց կողմից արձանագրված տվյալները, ուրեմն հավաքած ձայները էլի նույնական են, 770,000 հանրապետականը 2017-ին եւ 726,000 ԿՊՆ ասում, որ այսքան է հավաքել արդեն 2026 թվականին։ Մի կարևոր արձանագրում անենք, այն ինչի մասին մենք այս ընթացքում խոսում էինք, որ քաղաքացիների ակտիվությունը բերելու է նրան, որ քաղաքացիական պայմանագիրը լրջագույն խնդիրների առաջ է կանգնելու։ Ուրեմն իրենք ըստ էության հաշվարկել էին իրենց ունեցած հնարավորությունները եւ փորձում էին հասնել նրան, որ մասնակցությունը ցածր լինի եւ իշխանության այդ ընդհանուր մոտ 30% աջակցությունը դարձնել 50 եւ պլյուս գուցե հասցնել 60%-ի։ Ինչու է սա կարևոր։ Սրա մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ մետրոյի միջադեպից հետո, եթե հիշում եք, արցախցին երիտասարդ կնոջը, որ թիրախավորեց այսպես կեղտոտ տղամարդուն ոչ վայել ձևով, հետո քաղաքացիական պայմանագրի շտաբում քննարկում էր գնում, ինչ էր հայտարարում Փաշինյանը։ Բառացիորեն կարող եմ անգամ միտքը ցիտել, որ եթե մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, մենք կառերեսվենք պատերազմի, այսինքն Հայաստանի դեմ կսկսվի պատերազմ։ Եվ հետո բացատրում են, որ սահմանադրություն չի փոխվի, մնացած մտքեր են։ Եվ փաստորեն Փաշինյանը այս քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն չստացավ 50+, չստացավ, ոչ միայն չստացավ սահմանադրական մեծամասնություն, այլ ընդհանրապես չստացավ 50+։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Դուք կարող եք ասել, դրա կարևոր արձանագրումը որն է, եթե քաղաքացիական պայմանագիրը այս ընտրական օրենսգրքով եւ սահմանադրությամբ կարող է անգամ այս բառը։ Եթե այս թվերը վերջնական մնան, որովհետեւ ես ասացի, ընդդիմության դիրքորոշումը դեռ մնում է եւ մենք գիտենք, որ ընդդիմությունը վեճ ունի այս ամեն ինչի հետ եւ արդարացի վեճ ունի։
Եթե անգամ մնում է այս թիվը, ինչն է լավ, եթե մարդը կարողանում է իշխանություն վերցնել։ Դա արդեն խոսում է մեր ընտրական օրենսգրքի եւ սահմանադրության հանցավոր բնույթի մասին, որտեղ մեծամասնություն չվերցրած ուժը կարողանում է իշխանություն վերցնել ներողություն։ Մի խոսքով, դրա մասին առանձին վերջում կխոսենք։ Բայց սա կարևոր է նաև այն տեսանկյունից, եթե հիշում եք, Ալիևը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ինքը խաղաղության պայմանագիրը չի ստորագրում, բացի նրանից, որ պահանջներ ունի, չի ստորագրում նաև այն պատճառով, որովհետև ինքը ուզում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ պայմանագիր կնքել, այլ ուզում է հայ ժողովրդի հետ պայմանագիր կնքել։ Սա ասել է նաև ընտրություններից առաջ։ Ինչու է սա կարևոր եւ ինչու եմ ասում, որ 50+ չստանալը շատ էական դերակատարում ունի։ Ալիևը հասկանում է, որ այն օրակարգը, որ ինքը պարտադրում է Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանն էլ դավադրաբար առաջ է փորձում տանել, այդ օրակարգը լեգիտիմ կլիներ, եթե հայ ժողովրդի ընտրություններին մասնակցողների 50 եւ ավել տոկոսը, ու լավագույն դեպքում սահմանադրական մեծամասնությունը կողմ քվեարկեր Նիկոլ Փաշինյանին։ Սա կնշանակեր, որ այն օրակարգեն, պայմանագրերեն, համաձայնությունները, որ կան Ալիևի ձեռք բերված, ստացել են լեգիտիմություն, այսինքն Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է դրա օգտին։ Հիմա Ալիևը, աշխարհը, մնացածը տեսնում են, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է այդ նախաձեռնությանը, դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Սա նշանակում է Ալիևը հնարավորություն չունի հայտարարելու, որ Փաշինյանի հետ ստորագրված պայմանագիրը հայ ժողովրդի հետ կնքված պայմանագիր է։ Այո, 0 քանի տոկոսով է պակաս, չգիտեմ, գուցե մի քանի 100 ձայնով է պակաս, բայց էականը դա է։ Մյուս էական հանգամանքն այն է, որ ըստ էության ընտրելու իրավունք ունեցողների 30%-ն է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Սա եւս իրենք հաշվի են առնում։ Ինչու են հաշվի առնում, որովհետեւ եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ միջազգային հանրությունը հաշվի են առնում մի հանգամանք, որ Փաշինյանը հավերժ չէ, քաղաքացիական պայմանագիրը հավերժ չէ, եւ այն ինչ որ իրենք դեմ են տալի ու ԿՊ-ն ու Փաշինյանը ստորագրում ու փորձում են առաջ տանել, դրա հետ հասարակության մեծ մասը պետք է համաձայն լինի, որ հետո իրենք կառավարության փոփոխության դեպքում խնդիրներ չունենան։ Ահա այստեղ է, որ իրենք տեսնում են խնդիր ունեն, որովհետեւ Փաշինյանը կրկնվեմ չի ստացել 50+%։ Ոչ միայն սահմանադրական մեծամասնություն, որի մասին ինքը հայտարարել էր, որ մենք վերընտրվելու խնդիր չունենք, խնդիրը սահմանադրական մեծամասնություն ստանալն է։ Չի ստացել ոչ միայն սահմանադրական մեծամասնություն, չի ստացել պարզ 50+% աջակցություն։ Էլի եմ կրկնում, ժողովուրդ, շատ կարևոր է։ Այո, խնդիրներ կան եւ մենք պիտի այդ խնդիրները լուծենք որպես հասարակություն, որպես ընդդիմություն, բայց այս արձանագրումը շատ կարևոր է անել։ Ասելու Ալիև, Բեղավոր, չգիտեմ, Արևմուտքում նստածներ, Թուրքիայում նստածներ, հայ ժողովրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին, անկախ նրանից, ընդեղում են քվեարկել, նրանք Նիկոլին կողմ են, դեմ են, չգիտեմ, սիրախաղի մեջ են, բայց Նիկոլ Փաշինյանին ուղիղ չի քվեարկել։ 50+%-ը Նիկոլ Փաշինյանին դեմ է քվեարկել, սա է կարևոր, հենց սա է կարևոր։ Այդ միջազգային հանրության մեր ընտրական օրենսգրքի տեսանկյունից չէ, որովհետև մեր ընտրական օրենսգիրքը ներողություն արտահայտության համար, բայց մեծահասակների համար նախատեսված ֆիլմ է, եւ սա նախորդ կառավարության դժբախտ ժառանգությունն է մեր հասարակությանը, մենք դրա մասին պիտի խոսենք։ Հիմա գանք ընտրախախտումների մասին։ Բացի նրանից, որ մասնակցության թիվը գրեթե նույնն էր, իշխանության ներկայացրած թվերը իրենց ստացած 17-26 թվականների նույնն է նաև գործիքները, որոնք օգտագործվել են եւ 2017-ին եւ հիմա 2026-ին։ Ուրեմն, գյուղապետեր, ես ինքս արձանագրել եմ բազմաթիվ դեպքեր, խոսել եմ շատ մարդկանց հետ, ովքեր հետևել են ընտրական process-ին, գրեթե բոլոր համայնքներում նախկին իշխանության ներկայացուցիչ հանդիսացող գյուղապետեր, որոնք արդեն նոր իշխանության ներկայացուցիչ են, նախկինների հետ արդեն կապված չեն, նրանք ցանկացած իշխանության ներկայացուցիչ են, ամենաայլանդակ բարքերով ազդել են իրենց համագյուղացիների ընտրության վրա։ Այնինչ եղել է 2017 թվականին եւ դրանից առաջ։
Այսինքն սա մի գործիք, որ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը կեղտոտագույն այլանդակ կերպով օգտագործել է այս ընտրություններին։ Երկրորդ, կրթական հաստատությունների, մասնավորապես դպրոցների քաղաքականացված լինել, ուսուցիչների տոտալ մասնակցություն քարոզարշավին, ուսուցիչների մասնակցություն ընտրական գործընթացին։ Սա եղել է 2017-ին այլանդակ կերպով եւ հիմա հել ավելի այլանդակ կերպով օգտագործում է քաղաքացիական պայմանագիրը եւ օգտագործել է իրենց հավաքներին մասնակցության տանել եւ մնացած կրիմինալ ես ձեզ վստահեցնում եմ ինչպես 2017-ին կրիմինալը տոտալ մասնակցում էր ընտրական գործընթացներին հիմա էլ կրիմինալը տոտալ ԿՊ-ի կողմից մասնակցել է ընտրական գործընթացներին այսինքն Նիկոլ Փաշինյանը այս ընտրությամբ լիարժեքորեն իր թիմով հանդերձ նախկինացավ ընդ որում ամենավատ նախկինների տեսքը ստացան ընդ որում մի պարագայում երբ որ 2017-ի մասին մենք խոսում ենք եւ համատում ենք 2026-ի հետ բայց կար մի էական տարբերություն 2017-ին իշխանության ղեկին գտնվողը Արցախի ազատագրման ակունքներում էր չափի մասնակցության չափի մասին չի որ ես պիտի խոսեմ բայց մասնակիցներից մեկն էր այսինքն էական մասնակիցներից մեկն էր եւ այդ իմաստով ինքը հայ ժողովրդի Հայաստանի առաջ ուներ վաստակ Նիկոլ Փաշինյանը անվաստակ օրինախախտ է հասարակության հայ ժողովրդի առաջ որևէ վաստակ եւ ծառայություն չունի ներողություն Սա ինչու է կարևոր ես ինչու եմ ասում գյուղապետեր դպրոցներ կրիմինալ որովհետեւ սրանք ընտրություններից հետո եթե կարողանում են պահել իշխանությունը իրենք վարձահատույց են լինելու կրիմինալին մնացած կերպարներին իսկ այդ վարձահատույց լինելու է ժողովրդի հաշվին ժողովրդի նյարդերի անվտանգության իրավունքների եւ փողերի հաշվին այս իմաստով Իդեպ ասեմ, որ այս ընտրությունները առաջին արդեն ծաղիկները ցույց են տալիս, եթե սրանք կարողանում են պահել իշխանությունը, ապա գալու են մեկ այլ կերպարներ, որոնք կային մինչև 2018 թվականը, 2018-ից մի պահ հետ քաշվեցին, վերացան մի մասը մտավ ԿՊ-ի տակ, ֆեոդալները, տեղային ֆեոդալները մարզերում, քաղաքներում եւ այլ բնակավայրերում Հիմա էլ նկատվելի արդեն այդ ֆեոդալները հատկապես մարզերում առաջ են գալիս փող են կուտակել, կրիմինալ փորձ են կուտակել, ընտրությունների վրա ազդելու, կեղծելու փորձ են կուտակել եւ հետեւաբար նրանք եւս դառնում են այն ֆեոդալները, որից ժողովուրդը զզվել էր արդարացիորեն մինչեւ 2018 թվականը։ Սրանով էլ իրենք նմանվում են այն իշխանությանը, ում դեմ դուրս էին եկել մարդիկ 2018-ին։ Ընտրակաշառքներ, տեսեք, այս ընտրությունները նաև այդ իմաստով նման են 2017 թվականի ընտրություններին, որ տոտալ մի խոսքով առևտուր էր եւ այդ առևտուրը իշխանության կողմից էր առաջին հերթին գնում։ Իշխանությունը, այո, դասեր են քաղել նախորդ իշխանության սխալներից, բան չեն անում, ասենք Գոնե մենք չենք տեսել, չգիտեմ, ենթադրում եմ այդպիսի բաներ էլ կարող են լինել, բայց այսպես ափաշքարա, բացահայտ փող բաժանելու գործընթաց չկար, թեպետև ես լսել եմ տեղեկություններ, որ այդպիսի գործընթաց ներքին բաներում կա, բայց ինքս փաստ չեմ տեսել, չեմ տնում, բայց ինչ կար օրինականացված ընտրակաշառք։ Այս իշխանությունը կոնկրետ այս ընտրությունների վրա ծախսել է $1 միլիարդ հասնող գումար։ Հիշեցնեմ, ուրեմն փետրվար ամսին իրենք պնդում էին, որ թոշակներ չեն կարող բարձրացնել, որովհետև միջոցներ չկան։ Իսկ ընտրություններից 1 ապրիլ-մայիս, ընտրություններից 2 ամիս առաջ այս մարդիկ բարձրացրեցին թոշակը 10,000 դրամով։ Դա կոնկրետ ընտրությունների համար էր արված։ Կոնկրետ ընտրությունների համար Երևան բերվեց 67 տրոլեյբուս, որ իրենք հայտարարել են, որ չեն կարող գնել նախորդ տարի։ Եվ դա էլ արվեց կոնկրետ ընտրությունների համար։ Խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է։
կոնկրետ ընտրությունների համար, այս ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար ներդրվեց առողջապահության ապահովագրություն, որը մասնագետների գնահատմամբ 6-700 միլիոն դոլար արժի տարեկան։ Կոնկրետ ընտրությունների համար տարբեր համայնքներում սկսեցին այսպես քաոսային ձևով ճանապարհներ վերանորոգել։ Սա էր, այո, ճանապարհներ վերանորոգելը վատ բան չի, բայց երբ դու դա անում ես ընտրություններից առաջ, նշանակում է դու այդ ծախսը չէիր պլանավորել, բայց ուզում ես ընտրությունների վրա ազդել։ Եվ տարբեր այսպիսի գործիքներ, որ իրեն գործադրել են, երբ ծախսերը գումարում ես 1 միլիարդ դոլար անցնում, այսինքն իրենք այս ընտրությունների համար ծախսել են 1 միլիոն դոլար, որը այսպես շատ ուղիղ չի կարելի ասել ընտրակաշարք, բայց դեռ հասկանում ես, որ օրինականացված ընտրակաշարք է, որ այս 1 միլիարդ դոլար իրենք ծախսել են զուտ ընտրությունների արդյունքները փոխելու համար, հասկանում եք։ Սա ես իմաստով էլի մենք վերադառնում ենք 2017 թվական եւ էլի այդ այլանդակ միջավայրն է, որ մենք ունենք։ Ուրեմն կասկածելի թվեր։ Այս տարի 17097 քվեաթերթիկ անվավեր է դարձել, ճանաչվել։ 2021-ին անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 4593, 2018-ին 4706։ Ուրեմն 2018-ը հանում եմ, թողնում եմ 2021-ը, որտեղ 2018-ը կարծեմ նաև ռեյտինգային համակարգ կար։ Բացի նրանից, որ քվեաթերթիկներ վերցնում, նաև ռեյտինգներ քվեարկում։ Դա մի կողմ թողնենք, բայց այդ ավելի բարդ համակարգ էր, ես ասել իմանաք, ուրեմն այդ ավելի բարդ համակարգով 4 անգամ ավելի քիչ քվեաթերթիկը անվավեր ճանաչվել, քան 2026-ին, որ ավելի պարզ համակարգ է, ուղղակի վերցնում ես մի քվեաթերթիկ եւ դնում ես բաների մեջ, ծրարի մեջ ու հանձնում ես։ Ընտրատեղամասերից տարբեր մարդիկ ասում են, հատկապես գյուղերում տպավորություն է եղել կամ համոզմունք է եղել, որ հանձնաժողովի ղեկավարները դիտավորյալ կամ աշխատակիցները հանձնաժողովի անդամները դիտավորյալ անվավեր են դարձնում քվեաթերթիկները։ Օրինակ, դիցուք պատմել են մի դեպք, մի ընտրատեղամասից, ես լսել եմ, որ այդ նման դեպքեր կան նաև այլ ընտրատեղամասում։ Դու գիտեք, քվեաթերթիկ ծրարի անկյունը այսպես կտրված է քառակուսի։ Եվ այդ անկյունից դուրս է գալիս քվեաթերթիկը եւ դնում ես ծրարի մեջ։ Ուրեմն օրենսդրական այնպիսի մանրամասնություն կա, որ մարդիկ կարող են չտիրապետեն ընտրողը եւ հանձնաժողովի անդամը կարող է դիտավորյալ, ասենք ինչ եմ ասում հատկապես գյուղերում, որովհետեւ գյուղերում իրար ճանաչում են, գիտեն, որ օրինակ այս ինչ մարդը ընդդիմադիր ուժի է քվեարկելու։ Ինչ են անում այդ պարագայում։ Այդ բանը դրոշմապիտակը կպցնում են քվեաթերթիկի եւ ծրարի վրա։ Այնինչ ինքը պետք է լինի միայն քվեաթերթիկի վրա, որ հանգիստ դուրս գա։ Եվ երբ որ այդ երկու մասին կպցնում են, ստացվում է, որ անվավեր է այդ քվեաթերթիկը։ Այսինքն հանձնաժողովի անդամը ունի հնարավորություն այսպիսի մանիպուլյացիաներով տասնյակ գուցե 100 քվեաթերթիկներ անվավեր դարձնելու։ Եվ սրանով ես ենթադրում եմ, որ հենց սրանով է պայմանավորված, որ 17097 քվեաթերթիկ անվավեր է դարձել։ 17097 քվեաթերթիկ անվավեր է դարձել, ես ունեմ գրեթե 100% վստահություն, որ դա քաղաքացիների պատճառով չէ, որ 4500-ը հանենք, միջինում 18-ին եւ 21-ին 4500-ի շրջանում է եղել անվավերների թիվը, այստեղ կարող է միջին պատկեր լինել, 4500-ը հանենք, առնվազն 13000 քվեաթերթիկ դիտավորյալ է անվավեր դարձվել։ Եվ այդ հանձնաժողովի վստահված անձը ընտրատեղամասում ներկա էր, ինչ էր պատմում, ասում է, այս ծրարի այդ դրոշմապիտակը, որ կպցված է խախտման, ընդ որում դա քաղաքացին չի փակցնում։ Դա կպցնում է բանը, հանձնաժողովի անդամը, այսինքն հանձնաժողովի անդամի սխալի պատճառով այդ քվեաթերթիկը անում են, ծրարով այսպես պատռում են ու ցույց չեն տալիս։ Դե ինչ քվեաթերթիկ էր մեջը, ինչպես այսինքն ոնց անվավեր դարձավ եւ ինչ քվեաթերթիկ անվավեր դարձավ։ Պատռում են ու մի կողմ են դնում։ Վստահված անձը մի քանի անգամ փորձել է բացել տալ այդ ծրարը, չեն բացել։ Եվ այս պարագայում ինչ է ստացվում, ինչ եմ ասում գյուղական համայնքներում, գյուղական համայնքներում իրենք կարող են իմանալ, որ այս մարդիկ ընդդիմադիրներ են, իրենց քվեաթերթիկը կարող էր այդպես անվավեր դարձվել հանձնաժողովի անդամի կողմից եւ կարող էր թիվը ստանալ տարբեր գյուղերի համայնապատկերում ընդդիմադիր 13000 ձայն կարող էր ոչնչացվել։ Իսկ սա 1% է։ Խոսքը 1%-ի մասին է, սա քիչ բան չի։
Իսկ եթե ընդդիմությունը 1% էլ ավել ունենար, իշխանությունը 49-ի փոխարեն կունենար 48, եթե հավատանք անգամ այս թվերին։ Սա կարևոր հանգամանք է։ Ուրեմն փոշիացված ձայներ։ Հա, միջև փոշիացված ձայները, ուրեմն 18000 էլ եղել է գաղտնի ցուցակ։ Կենտրոնական դրական հանձնաժողովի անդամը ասում է, որ այդ ցուցակը իրենք չեն կարող հրապարակել, ենթադրաբար երևի թե ակնարկում են ինչ-որ ԱԱԾ-ի աշխատակցին, բայց դու պատկերացնում եք այդ 18000-ի դեպքում ինչ մանիպուլյացիաներ կարող է անել։ Էլի գրեթե 1.5-2%-ի մասին, 1.5%-ի մասին է խոսքը։ Այսինքն տեսեք, անվավերով եւ սրանով արդեն մենք 3%-ի մասին ենք խոսում։ 3%-ի մասին ենք խոսում, շատ կարևոր թվեր են։ Հիմա գանք եւ 3% մինուսը սանում արդեն 46 էին դառնում։ Հիմա գանք բանին, փոշիացված ձայներ։ Փոշիացված ձայները ընդհանուր թիվը ԲՀԿ-ն չեմ հաշվում, որտեղ դեռ կասկածելի է, իրենց քվեաթերթիկները պակաս են հաշվել, ԲՀԿ-ն հանած 188,000 ձայն փոշիացվել է, 188,000 ձայն, ընդ որում նրանցի այս ձայներից միայն 35,000-ն է, որ Արամ Զավենովնային, Բաբաջանյանի, Շիրինյանի մի քանի կուսակցություններ, որոնք ակնհայտ Նիկոլի էսկորտներն էին եւ բոլորին հայտնի էր եւ պարզ է, որ շատ միամիտ ընդդիմադիր ընտրողը սրանց քվեարկել։ Այսինքն 153,000 ձայն, գրեթե 11% ռեալ ընդդիմադիր ձայն, որ Նիկոլ Փաշինյանին երբեք չեն քվեարկի, փոշիացել են այս ուժերի մասնակցության պատճառով։ Եվ սրա համար է Նիկոլ Փաշինյանը խրախուսում այս մարդկանց մասնակցությունը, այս ուժերի մասնակցությունը։ Փաշինյանը լավ գիտի, որ այս ուժերը կարող են ամեն ուժ 500 ձայն, չնայած շատ ձայներ փոշիացնողներ էլ կան, 500 ձայն, 1000 ձայն, 2000 ձայն էլ փոշիացնի Փաշինյանի օգուտն է, որովհետև ինքը փաստորեն ձայներ կստանա այնտեղից, որտեղից երբեք չէր ստանա։ Այո, այդ փոշիացած ձայների մի մասն գնում է ընդդիմությանը, բայց զգալի մասը գնում է քաղաքացիական պայմանագրին, բայց եթե անգամ զգալի մասը չգնար, գնալու էին ձայներ, հազարավոր ձայներ, այս դեպքում խոսքը առնվազն 60-70,000 ձայնի մասին է, գնացել է Նիկոլ Փաշինյանին 60-70,000 ձայն, ռեալ ընդդիմադիր քաղաքացիներից, որոնք երբեք Նիկոլ Փաշինյանին չեն քվեարկի, երբեք Փաշինյանին չեն քվեարկի։ Պատկերացնում եք ինչ թվի մասին է խոսքը։ Հələ արդեն 3% մինուս արեցին, 46, հələ սա մինուս արեք, 6%, 5% լավ, 5%-ը մինուս արեք, կստանանք 42, եթե փոշիացումներն էլ չլիներ, այս մանիպուլյացիաները չլինեին, անգամ իրենց տված թվերով իրենք 42 ներողություն 45% էին ստանալ, որտեղ փոշիացողները բոնուս են, այդ 49-ի մեջ չի մտնում, ես ներողություն եմ խնդրում։ Այսինքն մենք տեսնում ենք, թե ինչ գործիքներ են գործադրվել, ինչ մեխանիզմներ են օգտագործվել մարդկանց ձայները գողանալու համար։ Սահմանադրություն եւ ընտրական օրենսգիր, խայտառակություն, սա ուղղակի պետական ինստիտուտների բռնաբարման փաստաթղթեր են եւ սահմանադրությունը 2015 թվականին ընդունված եւ դրանից բխող ընտրական օրենսգիր, ուղղակի խայտառակություն։ Ես փորձեցի գտնել, ուրեմն աշխարհի ոչ մի երկրում մի քիչ մոտ Սան Մարինոյում է եղել, բայց կարծեք թե փոխել են իրենց մոտ ներողություն։ Աշխարհի ոչ մի երկրում չկա Հայաստանի ընտրական օրենսգիրքը։ Աշխարհի ոչ մի երկրում չկա ընտրական օրենսգիր, որը թույլ է տալիս որևէ ուժի վերցնել իշխանություն առանց 50+% ունենալու եւ առանց կոալիցիա կազմելու։ Տեսեք, եթե մենք ունենանք նորմալ սահմանադրություն եւ ընտրական օրենսգիր, քաղաքացիական պայմանագիրը ստիպված էր լինելու, հասկանում եք, իշխանություն վերցնելու համար ստիպված էր լինելու ընդդիմադիր որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ Բնականաբար այս երեք ուժերից ոչ մեկը իր հետ կոալիցիա չէր կազմելու, առաջանալու էր հարց երկրորդ փուլում հաղթելու հավանականությունը շատ ավելի մեծ էր, որտեղ մարդիկ տեսնում են, որ ռեալ Նիկոլ Փաշինյանը պարտվում է, հանձնաժողովները կդադարեին մանիպուլյացիաներ անել, որովհետև տեսնելու են իրենց շեֆը պարտվում է, ոստիկանությունն ու ուժայինները չէին ենթարկվի ապօրինի հրահանգների։
Միայն Հայաստանում է, որ 50 պլյուս չունեցող ուժը, որը առանց կոալիցիայի կարող է իշխանություն վերցնել։ Առանց կոալիցիայի պատկերացնում եք, ես լսում էի Վալերի Պողոսյան, մի խոսքով այս սահմանադրության իբր հեղինակներից մեկին շաբաթներ առաջ մարդը բացատրում էր, որ կամայական որևէ ուժ 40% ունենալով կարող է իշխանություն վերցնել, հասկանում եք։ Հիմա բացի բոնուսներից, որ Փաշինյանը ստացել է, բացի բոնուսներից, ուրեմն իր 49%-ին գումարվում է այնքան տոկոս, որ դառնում է 52, հասկանում եք։ 52 թե 53։ Եվ 40 դիցուկ օրինակ բերեմ, եթե ենթադրենք ԿՊ-ն ստանար 40%, ուժեղ Հայաստանը ստանար 20%, Հայաստան դաշինքը 12% եւ Բարգավաճ Հայաստանը ենթադրենք 5%, սա անելու է 37%, պատկերացնում եք 37-40։ Մեր սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով ոչ թե երկրորդ փուլ է կազմակերպվում, այլ Նիկոլի 40%-ին գումարվում է 10-12%, 12% եւ ավելի, որ ինքը ստանա պարզ մեծամասնություն եւ իշխանություն վերցնի։ Հասկանում եք, սենց բան չկա աշխարհում։ Ժողովուրդ, սա ապօրինության գագաթնակետն է։ Չկա այսպիսի բան աշխարհում։ Չկա աշխարհում օրինակ, որտեղ որևէ կուսակցություն, որևէ գործիչ չստանա քաղաքացիների 50% աջակցություն ու իշխանություն վերցնի, չկա։ Ու օդից իրեն բոնուսներ են գնել։ Չկա այդպիսի երկիր։ Ես ման եկա չգտա, եթե այդ սահմանադրություն գրողները կամ գրող ներկայացողները ունեն այդպիսի օրինակ, խնդրեմ թող ներկայացնեն, հասկանանք, այդ որ երկրի օրինակով է այս սահմանադրությունը գրվել, որտեղ 40%-ը կարող է իշխանություն վերցնել։ Սա ուղղակի աբսուրդ է, սա ուղղակի, գիտեք, ժողովրդի երեսին, մեր բոլորի երեսին թքած ունենալու նման մի բան է։ Երբ գրվել է սահմանադրություն ու ընտրական օրենսգիր, որը նման ապօրինություն է թույլ տալիս։ Ժողովրդի մեծամասնության կամքը չունեցողը կարողանում է իշխանություն պահել ու օրենքով սահմանադրությամբ։ Այս սրա մասին մենակ այս սահմանադրության մասին չէ, կրիմինալ բարքերի մնացածի մասին, որ խոսում ենք մեր հասարակության մտածողության մասին, մշակութային միջավայրի մասին, եւ խոսում ենք դրա համար ենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը հետևանք է, պատճառ չի։ Այո, այդ հետևանքը հիմա արդեն ուրիշ բաների պատճառ է դարձել, բայց ի սկզբանե Փաշինյանը եղել է հետևանք այն իրավիճակի, որ մենք ունեցել ենք։ Հիմա արդեն այդ աղետը նաև ուրիշ բաների պատճառ է դարձել, բայց ի սկզբանե ինքը հետևանք էր։ Որտեվ չես կարող դու հասարակությանը սովորեցնել ընտրակաշառքի, հետո հույս ունենալ, որ այդ հասարակությունը գիտակցված ընտրություն է անելու։ Չես կարող դու մարզերում կրթական մակարդակը ցածր պահես, Երևանում էլ մի այնպիսի բարձր վիճակ չի, բայց ցածր պահես, մարզերում ունենաս ֆեոդալներ, հետո ակնկալես, որ այդ բնակավայրի քաղաքացի մարդը բնակիչը քաղաքացի է լինելու, չի լինում այդպես, ուղղակի չի լինում այդպես։ Այս սրիկան էլ եկել է ու առատորեն օգտվում է դրանից, ինքը ավելի է խորացնում, ու ինքը եկավ հասավ նրան, որ դավաճանվեց Հայաստանի շահը, փաստորեն։ Ինչ է, այո, նախկինները չէին արել, այդ արտաքին դավաճանության մասին է խոսքը։ Ուրեմն, մի թեմայի մասին էլ կուզեմ խոսել, հարգելի հայրենակիցներ, որ այս օրին նկատում եմ։ Քաղաքացիները վիրավորում են քաղաքացիներին։ Սա անթույլատրելի է, ես անկեղծ եմ ասում։ Մի պահ կարելի է այդ մոլորության տակ գտնվել, բայց չի կարելի թիրախավորել Նիկոլ Փաշինյանին ընտրող քո պարզ հայրենակցին, քո հարևանին, բարեկամին, չգիտեմ, ծանոթին, անծանոթին։ Ժողովուրդ, մի բան հասկացեք,
Հայաստանի ժողովուրդը գտնվում է տեղեկատվական ահաբեկչության ազդեցության տակ։ Տեղեկատվական ահաբեկչության ազդեցության տակ։ Արևմուտքը, Հայաստանի իշխանությունները, Թուրքիան, Ադրբեջանը, դուք հասկանում եք ում եք մեղադրում այս դժբախտությունների մեջ։ Մարդկանց, ովքեր ուղղակի անտեղյակ են ստեղծված իրավիճակին, չեն կարող այդքան վերլուծել, ու դա վատ կամ լավ չի։ Բոլոր հասարակություններում էլ հասարակության զգալի մասը չի վերլուծում, կամ այդքան ինֆորմացիա, մարդը լավ, եկեք պարզ օրինակ բերենք։ Եթե դուք զբաղված լինեք ծանր աշխատանքով կամ ձեր աշխատանքով, ժամանակ ունենաք հետևել միջազգային լրահոսին, տարածաշրջանային լրահոսին, որ քաղաքական գործիչը ինչ ասեց, եւ այսպես շարունակ։ Չէ, ոչ մեկ այդպեսի ժամանակ, եթե դու լրագրող չես, քաղաքականության պրոֆեսիոնալ զբաղվող չես, այդ ժամանակը չես ունենալու, դու ուրիշ խնդիրներ ես լուծում քո ընտանիքի, քո ընկերների համար։ Հիմա դրա համար այդ մարդիկ ունենում են կարծիքի առաջնորդներ, այսինքն լսում են մարդկանց, ում խոսքին վստահում են։ Հիմա Հայաստանի դաշտը լցված է այդ մարդկանցով, լցված է, արևմուտքը արտադրել է հարյուրներով այդ մարդկանց։ Առնվազն 300 նման բլոգեր, չգիտեմ, փորձագետ, մորձագետ, ինչ ասեք չկա, լրագրող, պատկերացրեք 300 մարդ, առնվազն 300 մարդ, առավոտից մինչև իրիկուն այդ մարդկանց ուղեղները լվանում է։ Ես չեմ մեղադրում այդ մեր հայրենակիցներին, պետք չի թիրախավորել նրանց։ Առաջին հերթին նաև նրանք են զոհեր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, Նիկոլ Փաշինյանի քայքայիչ աղանդի զոհերը առաջին հերթին այն մեր հայրենակիցներն են, ովքեր հավատում են իրեն եւ ընտրել են իրեն։ Ես չեմ ասում Ալեն Սիմոնյանին չքննադատենք, ԿՊ-ի այդ վերնախավին, իրենց այդ խոսացող գլուխներին, այդ մոլորեցնողներին, ես մոլորյալների մասին եմ խոսում, մարդկանց մասին, ովքեր մոլորվել են, ովքեր իրավունք ունեն, ընդ որում մոլորվել են, մարդիկ վերլուծաբաններ չեն, այդ մարդիկ ամբողջ օրը քաղաքականությանը չեն հետևում, այդ մարդկանց 300-ից ավել մոլորեցնող կա 24 ժամ 7 օր ռեժիմով։ Հասկացեք այդ մարդկանց, պետք չի այդ մարդկանց թիրախավորել, պետք չի այդ մարդկանց ասել դուք, չգիտեմ, հայ չեք, դուք հայաստանցի չեք, դուք մարդ չեք, սխալ է դա, ուղղակի սխալ է, անկեղծ եմ ասում, որովհետև հենց այս ջրբաժանը, այս օտարացումը Նիկոլ Փաշինյանին է պետք, որ մենք հայաստանցիներս, կուզեք ասեք հայերը, չգիտեմ, Հայաստանի քաղաքացիները, այնքան իրար ատենք, որ դադարենք իրար լսել, չեմ ուզում, դա սխալ ճանապարհ է, մենք դրանով լավ տեղ չենք գնալու։ Դա Նիկոլ Փաշինյանին է պետք։ Այսօր, այո, Փաշինյանը ասել է նրան, այս թուրքական օրակարգ սպասարկելով, որ հայ հասարակությունը բաժանվել է երկու մասի, ու այդ երկու մասի իրականությունները իրար հետ կապ չունեն, ընկերներ։ Կապ չունեն այդ հասարակության երկու հատվածների իրականությունները կապ չունեն։ Պետք չի մարդուն մեղադրել, որ իրան դրել են ուրիշ իրականության մեջ։ Փորձեք օգնել, հանել մարդուն այդտեղից։ Եթե չեք կարող, էլի մի մեղադրեք, ուրիշ ճանապարհ կգտնենք, բայց պետք չի ատել քո հայրենակցին։ Պետք չի ատել քո հայրենակցին, ուղղակի անթույլատրելի է ատել սեփական հայրենակցին։ Անթույլատրելի է հատկապես, երբ նման ատելության խոսք եմ լսում մարդկանցից, ովքեր այս երկիրը կառավարելու հայտ են ներկայացրել։ Ուղղակի անթույլատրելի է։ Բա որ գաք իշխանության, դուք նաև կառավարելու եք մարդկանց, ովքեր ձեզ չեն հասկանում, չեն ընդունում, մերժում են գուցե ձեզ։ Դուք իրավունք չունեք այդ մարդկանց ատելու։ Դուք իրավունք չունեք ձեր հայրենակցի, մենք իրավունք չունենք մեր հայրենակիցների որևէ հատվածի ատել։ Իսկ եթե որևէ հատվածի ատում ենք, մենք իրավունք չունենք դժգոհել, որ այս իշխանությունները օրինակ արցախցիների դեմ ատելություն են քարոզում, արցախահայերի դեմ։ Իրավունք չունենք։ Սրա մասին շատ կարևոր համարեցի խոսել, որովհետև ի վերջո ես տեսնում, որ այս ատելությունը ներհասարակական չէ, մենք այս պետությունը այս վիճակին հասցնողներին պիտի ատենք, պարտավոր ենք ատել, որովհետև նրանք հարգելի չեն, նրանք ընդունելի չեն, նրանք մերժելի են, այո, նրանք ատելի են, բայց պետք չի իրենց թակարդ ընկած մեր հայրենակիցներին ատել։ Պետք չի իրենց թակարդ ընկած մեր ծանոթ անծանոթներին պիտակավորել, վիրավորել։ Ես անկեղծ ինչ-որ պահ, ինչ-որ ժամանակ, կարճ ժամանակ այդ մոլորության մեջ գտնվել եմ։ Դա թույն է, որը մարդուն ուղղակի սպանում է։ Դա թույն է, որը
սպանում է քո հայրենակցի նկատմամբ կարեկցանքը, իսկ մենք պիտի կարեկից լինենք իրար նկատմամբ։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ երկու կողմից շրջափակված ենք թուրքական պետություններով։ Եվ ես իսլամի նկատմամբ ատելություն չունեմ, բայց գտնում ենք իսլամի ծովում իրավունք չունենք այդ ատելությունը միմյանց նկատմամբ ունենալ։ Այդ շռայլության տեղը չունենք։ Դրա համար ես առաջարկում եմ մեր թիրախը քաղաքացիական պայմանագրի վերնախավն է ու այդ ատելություն սերմանողներն ու մոլորեցնողները, բայց ոչ մոլորեցված, մոլորյալ քաղաքացի։ Ես ներողություն եմ իհարկե խնդրում, չպիտակավորեմ այդ մեր հայրենակիցներին մոլորյալ բառը այդպես բանով չասեմ, մարդիկ, ովքեր հավատացել են այս իշխանության ստերին եւ շարունակում են հավատալ։ Ուղղակի դա արգելվում է։ Հիմա մեկ անգամ եւս վերադառնանք գլխավոր թեմային։ Սպասենք, թե ընդդիմությունը ինչ է ասում։ Առաջին իհարկե բոլորը սպասում են ուժեղ Հայաստանին, Հայաստան դաշինքը արել է ինչ-որ հայտարարություններ, բայց ելի հստակեցումներ պիտի արվեն։ Բարգավաճ Հայաստանի հարցը կա, անցողիկի իրենց քայլերի մասով։ Սպասենք ընդդիմության հայտարարությունը, այստեղ ես իրենց անունից այո հանդիսանում Հայաստան դաշինքի ներկայացուցիչ, բայց լիազորված չեմ որևէ հայտարարություն կամ բան կոչ անելու դաշինքի անունից, այնպես որ խոսում եմ իմ անունից, որպես լրագրող, որպես վերլուծաբան։ Սպասենք իրենց, բայց նաև արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը ուզում էր ստանալ սահմանադրական մեծամասնություն, չի ստացել, ընդդիմությունը ուզում էր հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այս պահին դեռ չի հեռացրել։ Ալիևը ուզում էր, որ Փաշինյանը ստանա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի ստորագրվող փաստաթղթերը ներկայացվի որպես հայ ժողովրդի հետ ստորագրված պայմանագրեր, հայ ժողովուրդը իր մասնակցությամբ 50+%-ով դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ ես այդ պայմանագրին կողմ չեմ։ Ասել է, որ ես Ալիևի պահանջներին կողմ չեմ։ Սա դրական կողմը։ Վատ կողմը այնա, որ դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է։ Այդ իհարկե այդտեղ վիճելու բան չկա։ Կարծում եմ, այսքանը բավական է, եթե հարցեր ունեք, խնդրեմ գրեք, վաղը փորձեմ արձագանքել։ Խնդրում եմ նաև մի բան բոլոր այն ընկերներին, ովքեր ինչ-որ պահի հիասթափվել են, սպասում են արձագանքի դեռ չեն լսել ընդդիմությունից, կամ կլսեն դժգոհ կլինեն, կամ չեն լսի դժգոհ կլինեն, որևէ պարագայում չհուսահատվել, որովհետև գիտեք, Աստվածաշնչում էլ կա այդպիսի տող, որ ամեն բան Աստծո կամքից է, բայց մեր եզների կրոնում էլ կա այսպիսի խոսք, որ բե ֆերվարա խոդե բելգե դարեշ դարե նայ խարե։ Առանց Աստծո կամքի անգամ ծառի տերևը ցած չի ընկնում։ Ես չգիտեմ, ես ինչքան տեսնում եմ ընկերներս ներկայանում որպես հավատացյալ, Աստծուն հավատացող, եթե այդ ամեն ինչը ձեր մեջ իրական կա, հուսահատվելը մեղք է։ Եթե քանի ապրում ենք, պայքարում ենք, Աստված դրա համար է մեզ ստեղծել, ճշմարտության համար պայքար մղելու համար, ճշմարտությանը հասնելու համար է մեզ ստեղծել։ Եթե, ես չգիտեմ, այս ընթացքը ոնց կգնա, բայց մի բան ակնհայտ է ինձ համար գոնե։ Փաշինյանը մեր պատիժն է, մեր հասարակության պատիժն է, ու Աստված իրեն տվել է որպես պատիժ մեր հասարակությանը։ Եթե Փաշինյանը մնում է, ուրեմն մենք դեռ չենք դարձել այնպիսի հասարակություն, որ օրհնանք ստանա Աստծուց եւ այդ պատժից ազատվենք։ Ուրեմն մենք պիտի փոխվենք։ Որտեղ Փաշինյանը երկնքից չի ընկել, ասուփ չէր, եկավ ընկավ մեր մեջ։ Մեր միջից է դուրս եկել։ Սա կարևոր է արձանագրել։ Եվ երկրորդը, գուցե մենք չենք այդ օրհնանքը, որ Աստված պիտի տարի հասարակությանը, կամ պիտի դառնանք այդ օրհնանքը, այնպես որ ես համոզված եմ, որ հիասթափվելու տեղ չկա, հիասթափվելու իրավունք չկա, հուսահատվելու իրավունք չկա։ Ամեն մեկս մեր տեղում պիտի անենք մեր անելիքը եւ կկատարվի Աստծո կամքը, ես դրանում ուղղակի երկրորդ կարծիք չունեմ, երկրորդ մոտեցումը չունեմ։ Միանշանակ է, որ եթե ապրում ենք, եթե կա Հայաստանը, ուրեմն Աստծո պլաններում կա մեր երկիրը, ուրեմն մենք պիտի լինենք, ուրեմն մենք պիտի պայքարենք։
Եթե Փաշինյանը չի հաղթել, ուրեմն մեր հաղթելու շանսը դեռ կա։ Իսկ Փաշինյանը չի հաղթել, ժողովուրդ։ Փաշինյանի համար ծանր ժամանակներ են սկսելու, եթե ինքը անգամից խայտառակ ապօրինություններով կարողանա պահել իշխանությունը։ Շատ ծանր ժամանակներ են սպասվում։ Շատ ծանր։ Ինքը այլևս Ալիևի սիրելի ընտրյալը չի, որովհետև Ալիևը տեսավ, որ Փաշինյանը չունի 50+ աջակցություն։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնացին ընտրատեղամասեր եւ դեմ քվեարկեցին Փաշինյանին։ Եվ նաեւ ասում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնացին ընտրատեղամասեր, բայց կողմ քվեարկեցին Փաշինյանին, ես ատելություն չունեմ ձեր նկատմամբ, մենք իրար հայրենակիցներ ենք։ Կգա ժամանակը կհասկանաք, որ սխալ եք արել, կգա ժամանակը կհասկանաք, որ խաբվել եք, կգա ժամանակը կհասկանաք, որ ճիշտ ճանապարհը Փաշինյանին մերժելն է։ Ու այդ ժամանակը գալու է, այդ ժամանակը գալու այլընտրանք չունի, որովհետև չի կարող լույսը պարտվել խավարին, իսկ այն որ մենք լույս ենք, թե չէ ես չգիտեմ, բայց որ Փաշինյանը խավար է, այդ հաստատ է, կարծում եմ այստեղ որևէ մեկի մեծ վեճ չունի, այնպես որ եթե մենք լույսը չենք, կգա լույսը ու կհաղթի այդ խավարին, բայց որ Փաշինյանը խավարն է ու պարտվելու է, դա հաստատ եմ ձեզ ասում։ Լավ մնացեք, լավ տրամադրություն բոլորիդ, մի հուսահատվեք, պայքարը շարունակվում է։